Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ կրկին միասին ենք։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել կերակրատեսակներ, որոնք համոզված եմ, որ կհետաքրքրեն ձեզ, բացի նաեւ կլրացնեն ձեր ընտանեկան կերակրացանկը։ Այսօրվա կերակուրը մենք պիտի պատրաստենք իմ հյուրի հետ։ Իմ հյուրն է հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, Արարատ Հոլ ռեստորանի առաջատար խոհարար Կարապետ Խանդամիրյանը։ Ողջույն Կարապետ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Ուրախ եմ շատ, որ համարձակվեցիր մասնակցել մեր հաղորդմանը։ Ինչ ենք պատրաստելու։ Պատրաստելու ենք տապակաջրահարս, ձկան ֆիլեով, թթու, ոնց որ մեր ավանդական բոլոր ընտանիքներում գիտենք, ձուկը թթու միջավայրում ավելի համեղ է լինում, ավելի հետաքրքիր։ Հենց այդ եղանակով է կպատրաստենք։ Ինչ ենք օգտագործելու։ Հոնիչիր, խագ դեռահաս հոնիչիր, կանացող, հոտավետ պղպեղ եւ թթվասեր։ Լավ։ Սկսենք։ Այո։ Ես հիմա ձկից կանջատեմ միսն ու փշերը։ Ոսկրազատես ձուկը, իսկ ինձ համար ինչ ես նախատեսել, ինչ պիտի։ Կխնդրեի դուք կտրտել խավարտը։ Ինչ է լինելու խավարտը։ Տապակած բանջարեղեններ, դա էլ թողենք ձեր հայացողությամբ։ Ախ, իմ հայացողությամբ սունկ վերցնենք, տակտեղ վերցնենք, գազար, ծաղկակաղամբ, աշնան թորնիկ, կանգրահեր է, ոտաբոբիկ։ Կերակրատեսակը ձկից է ձուկը, փշազատում ենք, մաշկից է պիտի, այսինքն ֆիլեն ինչպես է ստացվելու կոսկրերով եւ շերով, թե ներողություն մաշկով, թե ոչ։ Չէ, առանց մաշկի։ Մաշկն ենք հեռացնելու։ Վրայի բոլոր տավելնորդ մասերը հիմա ես կհեռացնեմ։ Պատրաստել։ Մնացածը։ Ինչ ջերմային մշակման ենք ենթարկելու։ Ձուկը փաթաթվելու է։ Ռուլետ ենք պատրաստելու։ Հիմա ես ցույց կտամ։ Հիմա մենք սա կբաժանենք երկու հավասար մասերի։ Կբացենք մեջտեղից, որպեսզի կարողանանք փաթաթել։ Մակերես մեծ ստանանք, հա։ Այո։ Կհամեմենք աղով պղպեղով։ Դա միջուկը թողնենք տապակը լավ տաքանա։ Ինչ պիտի անենք այդտեղ։ Տապակելու ենք հոնիչիրը, ավելացնելու ենք կանացող եւ հայրելու ենք կոնյակով։ Տապ-տակ ձեթի մեջ։ Բանջարեղենները միասին պիտի տապակվի, թե հերթական։ Սկզբից տապակում ենք ուժ տապակողները, հետո ավելացնում ենք ըստ հերթականությամբ, որ բոլոր բանջարեղեններն ունենան նույն եվհացության աստիճանը։ Շատ լավ։ Ավելացնենք ձեթը։ Սոխը, կանաչ սոխը ինչ տեսքով պիտի լինի։ Չոփի երկարությամբ 5 սանտիմետր։ Ինչ չոփ։ Լուծկու հատիկի։ Երկարությամբ 5 սանտիմետր։ Հիմա ես կտապակեմ ագմոշը։ Տապակես հոնիչիրը։ Դու միշտ խագմոշ ես նշում, բայց հավանաբար դու նկատի ունես, եթե չունենք փոխարինողներ հոնիչերի, փոխարինող պիտի լինի խագմոշ, այո։ Կարելի ավելացնել կանացողը ձեր թույլտվությամբ։ Այո։ Մի քանի վայրկյան անցնելուց հետո ավելացնենք կոնյակը։
Կրականջատելուց անմիջապես հետո պետք է ավելացնենք հոտավետ պղպեղը։ Ահա։ Վերջ արդեն պատրաստ է ինքը։ Լավ, մի քիչ տապակեցինք հոլուչիրը, այնուհետև կանաչ սոխ, կոնյակ լցրեցինք, բոց տվեցինք եւ սպիրտային մասը ցնդելուց հետո մնաց կոնյակին բնորոշ մեր կենարար եւ ջերմացնող արևի բույրը, կոնյակի տեսքով եւ ավելացրինք հոտավետ պղպեղ, չէ՞։ Այո։ Հիմա կավելացնենք մի փոքր թթվասեր, Որտեղ։ մնացած մասային, կանացոխին եւ հունիչրին։ Ստացվում է սոուս, այսինքն մենք այնտեղ ունեցանք մի քիչ ձեթից այդպես ձեթի մնացորդ, հոնի արամատը, սոխի, կոնյակի եւ հոտավետ պղպեղի։ կոնյակի բուրմունքը ավելացրինք թթվասեր եւ հատուկ սոուս ստացվեց։ Հիմա ես այս թթվասերով սոուսը կգցեմ ձկան վրա։ Կարապետ ջան, դու լուսված ես դրա համար ես կամած խոսում եւ այդպես լուրջ է, միշտ այդպես ես աշխատում։ Չէ, աշխատանքի ժամանակ բարձր ձայներ պետք չեն։ Խանգարումը, որպեսզի չունենանք Շատ ծիծաղալ, ժպտալ։ Հայտ իմ ամենասիրած գործն է, խոհարությունից հետո։ Պատրաստ է արդեն ռուլետները, պետք է ջեռոցում թխել 12 րոպե, 190-ից 195 աստիճանում։ 190-195 աստիճան եւ 12 րոպե ջեռոցում թխվի, իսկ մինչ այդ մենք Հիմա սա ես կդնեմ ջեռոցը։ Կարապետ ջան, մինչ ձուկը կպատրաստվի, ինչ անենք։ Տապակենք գարնիրը, Տապակենք գարնիրը, արդեն մենք ունենք տաք թավա, կդաղենք ձեթը հիմա կտապակենք իր խավարտը, ինչպես նշեցի ես թերթականությամբ, սկզբից գազարը, այո, բանջարեղենային խավարտ ես պատրաստում, այլազան, այո։ Այո, գազարից հետո կավելացնենք ծաղկակաղամբը, հետո սունկը։ Իսկ եթե միասին դնենք, միասին չեն։ Կարելի է։ Կարելի է, չէ։ Իհարկե, այո։ Ավելացնենք արդեն սունկը։ Դու ինչ կարծիքի ես բանջարեղենները բարձր ջերմաշանի տակ, թե պիտի կեղևապատենք, որպեսզի մնան նաև իր գույները։ Գույները, հետևաբար նաև իր վիտամինները, իր սննդային արժեքները, չէ՞։ Պետք չի սպանել բանջարեղեններին։ Աղ պղպեղ ավելացրեցինք հիմա մենք։ Հիմա կավելացնենք աշտարակ սոուս, որը պատրաստված է ընկույզից եւ սխտորից։ Այո։ Երբ որ կարապետը խոհանոցում է, այլ մարդու ձայն չի գալիս։ Միայն իր ձայնն է։ Լավ տրամադրություն է ստեղծում միամիտ կատակներով։ Ավելացնենք կանաչ սոխը։ Այո։ Եվ վերջ կանաչ սոխը ավելացնելուց անմիջապես հետո մենք կվերցնենք, որպեսզի պահպանենք բանջարեղենի գունային եւ բանջարեղենը գունային գաման պահպանվեց, հետևաբար նաև մենք հոգ տարանք, որ սննդային արժեքների կորուստ չունենանք։ Այո, մենք սպասենք հիմա ձուկը պատրաստ կլինի։ Մինչև ձուկը կպատրաստվի, կարելի է դասավորել
ձեր թույլտվությամբ մատուցման ափսեն։ Գտալ սոսնիցայի մեջ, այսպես ասված, կմատուցենք մրգային պաստեղ, մրգային սոս, որը պատրաստված է թթվածերից և դեռահաս հոնի պաստեղից։ Հոնի պաստեղ, թթվասեր և ուրց։ Այո, չոր ուրց։ Իսկ խաբարտը։ Գտալի դիմացի անկյունում կդնենք լիմոնները։ Դնենք լիմոնները, որ նաև կիտրոն ենք ասում մենք։ Հիմա ձուկը կտեղափոխենք մատուցման ափսեի մեջ։ Ձուկն էլ պիտի հոգ տանենք, որ շատ երկար ջերմային մշակման չենթարկվի։ Ավելացնենք բանջարեղեններից պատրաստված խավարտը։ Վերջ պատրաստեմ մեր ուտեստը։ Մենք ստացանք յուրահատուկ մի ուտեստ, որտեղ ունենք նուրբ համ և ամենակարևոր բաներից մեկը գեղեցիկ տեսք, որտեղ պահպանվում են գունային գամաները։ Տեսքը ամենակարևորը չի, իհարկե, ամենակարևորից բովանդակությունն է և այո, լավ համը։ Այո, ստացվեց, դու ցանկություն ունես մեր հեռուստադիտողներին ինչ-որ մի մաղթանք, խորհուրդ, խնդրեմ։ Խորհուրդ կտամ մարդիկ հետևեն մեր եթերին, ուշադրություն դարձնեն սնունդին և ճիշտ սնվեն։ Բարեկամներ, այո, հետևեք մեր հաղորդումները և մենք կօգնենք ճիշտ սնվելու, այսինքն նաև ճիշտ պատրաստելու, նախ և առաջ ճիշտ պատրաստելու գործում։ Ձեր անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Կարոյին, ցանկանանք, որ երբեք կանգ չառնի իր հմտությունների այդ ճանապարհին զարգացնելու և միշտ համարի, որ դեռ տեղ ունի զարգանալու։ Շնորհակալություն, Կարապետ, ապրես դու։ Շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, կերակրատեսակը հարկավոր է մատուցել 65-ից 70 աստիճան ջերմությամբ, շատ լավ տրամադրությամբ և չմոռանալ հետը սպիտակ անապակ հայկական անսահմանափակ գինի։ Այսքանն էր այսօրվա համար, հարգելի հեռուստադիտողներ, հրաժեշտից առաջ ուզում եմ մաղթել բոլորիս, որ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ և ամեն ինչ լավ է լինելու։ Ողջ ներուք։ Տապակած ջրահարս, ձուկ 200 գրամ, սունկ 30 գրամ, տագդեղ 30 գրամ, ստեպխին 30 գրամ, ծաղկակաղամբ 30 գրամ, կոնյակ 20 գրամ, հոնիչիր 20 գրամ, կանաչ ծող մի քանի ճուղ, ուրց, աղ, պղպեղ, բարյախորշակ։